Իհարկե հաճելի է, երբ մարդիկ զբաղվում են իրենց սիրելի մասնագիտությամբ եւ իրենց սիրելի աշխատանքով, որովհետեւ շատ հարցերի պատասխաններ միանգամից դու ստանում ես ու հեշտ լուծելի է թվում ամեն ինչ, բայց իհարկե այս ամենը ունի իր մյուս հակառակ կողմը, որտեղ սիրելիներս այո կարող են բախվել ստրեսային իրավիճակների, աշխատել լարված միջավայրում ու այստեղ առաջանում են հարցեր, առաջանում են տերմիններ, նույնիսկ խնդիրների հետ կապված, որոնք իհարկե պահանջում են իրենց լուծումը եւ պատասխանը արդեն մասնագետի շնորհիվ մենք այսօր խոսելու ենք հետևյալի մասին, ինչպես չայրվել աշխատավայրում։ Եվ ինչպես հասկանալ, որ ձեզ մոտ սկսել է այդ գործընթացը, հուզական այրման, կիմանանք մասնագետի հետ զրուցելով, մեր տաղավարում է Աստղին Խաչատրյանը, կոնֆլիկտաբան, քոուչ, հոգեբան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Փոխադարձաբար։ Եվ բավականին ծավալուն է թեման, փորձենք նախ սկզբում հասկանալ մեր հեռուստադիտողներին էլ բացատրել, ինչպես հասկանալ, որ ինչ-որ մի բան այն չէ, հատկապես աշխատավայրում եւ մեզ մոտ սկսում է այդ հուզական այրումը։ Տեսեք, դուք շատ ճիշտ սկզբից նշեցիք, որ շատ հաճելի է, երբ որ մարդ զբաղվում է իր սիրած աշխատանքով, եւ շատ հաճախ համարվում է, որ երբ որ մարդը չի զբաղվում իր սիրած աշխատանքով, ավելի հեշտ կարող է այրվել, բայց դա այդքան էլ այդպես չէ, որովհետեւ կախված է այստեղ մարդը ինչ ռեժիմով է աշխատում, ոնց հասկանալ, որ մարդու մոտ այրում է գնում, օրինակ, եթե մի քանի օր շարունակ դու անդադ արթնանում ես, թվում է թե քնել ես, հա, նորմալ օրինակ 8 ժամ քնել ես, արթնանում ես ու դու միևնույնն է ունես հոգնածության զգացողություն, դա կարելի է ֆիքսել որպես առաջին ախտանշան։ Մյուսը, երբ որ մենք շատ երկար ժամանակ մեր օրգանիզմին ուշադրություն չենք դարձնում, օրգանիզմը էլ տարբերակ չունի մեզ հիշեցնելու իր մասին եւ ուղղակի մենք հիվանդանում ենք, սկսվում են ինչ-որ գլխացավեր, սկսվում է անքնություն, հա, չգիտեմ, այս ամեն ինչը հուշում է, որ արդեն ինչ-որ մի բան այն չէ, այն ինչ նախկինում ուրախացնում էր, այդ թվում սիրելի աշխատանքը, օրինակ կարող են գործընկերները նկատել, որ մարդը, որը նախկինում աշխատում էր ամենամեծ սիրով, շատ սիրալիր էր, հա, գործընկերների հետ, հաճախորդների հետ կախված ինչ որտեղ է աշխատում, այլևս նույն կերպ սիրալիր չէ, կամ անում է նվազագույնը ու մարդը ինքն էլ զգում է, հա, որ ավելինին ինքը ուղղակի այս պահին չի կարող, ընդունակ չէ անելու։ Այս ամենը հուշում է, որ ինչ որ մի բան արդեն այն չէ եւ մարդը գնում է այդ ճանապարհով եւ ուզում եմ նշել, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այդ մասնագիտական այրումը արդեն դասակարգել է հիվանդությունների դասակարգման թվում որպես պրոֆեսիոնալ սինդրոմ, հա, որովհետեւ մարդիկ կան, որով մենք սովորաբար ոնց են մարդիկ, ովքեր համարվում են այսպես ռուսերեն ասեմ բառը տրուդագոլիկ, հա, իրենք մենք միշտ մտածում ենք, այս անեմ, այս հասցնեմ, սա էլ հասցնեմ, սա էլ հասցնեմ, այ երբ որ ժամանակ կմնա, ես կհանգստանամ, հա, այ կամ նոր կապրեմ, նոր ինչ որ իմ սիրած գործերով կզբաղվեմ, բայց այդպես կարող ես աշխատել ինչ որ մի ժամանակ, չես կարող ամբողջ կյանքդ այդպես աշխատել, եթե քո կյանքը միայն աշխատանքն է, ու կապ չունի դու ինչքան հաջողակ ես, նույնիսկ եթե դու հասնես մեծ հաջողությունների, միևնույնն է, ինչ որ մի պահի օրգանիզմը ասելու է վերջ, ինձ մի քիչ հանգիստ տուր։ Աշխատամոլներին պետք է հիմա խորհուրդ տանք ավելի ուշադիր հետևել այս զրույցին։ Ես վերջերս կարդացի նաև մի նյութ, որտեղ նշվում էր, որ նաև ազգային ինչ-որ խնդիր կա, որովհետև օրինակ հայերի մոտ շատ հաճախ աշխատանքը ասոցացնում են ամբողջ կյանքի համար ընտրված, ինչպես եւ մասնագիտությունը, հա, մեկ մասնագիտություն ես ընտրում ողջ կյանքի համար, մեկտեղ ես աշխատում, աշխատիր ամենալավը դարձիր այդտեղ եւ մնա։ Որքանով է սա նաև խանգարում, որպեսզի այդ փոփոխություններին դեմ գնալով, նորություններին դեմ գնալով մենք փորձենք մեզ ճնշել եւ այս մասնագիտական այրումը ավելի ակտիվ փուլով սկսվի մեզ մոտ։ Ճնշենք, որ չլինի մասնագիտական այրումը։ Չէ, ճնշում ենք դա, այսինքն մենք դեմ ենք գնում նոր փոփոխություններին, ստաբիլությունը գնահատում ենք եւ այստեղ այդ մասնագիտական այրումը ավելի բուրըն տարբերակով է արտահայտվում։ Տեսեք, պետք է նշել, որ մասնագիտական այրումը հատկապես հենց տեղի ավելի շատ հատուկ է այն մարդկանց, ովքեր ունեն շատ բարձր այսպես պրոֆեսիոնալիզմ եւ նաեւ այդ պերֆեկցիոնիզմի սինդրոմ, հա, ինչպես ասում են, այսինքն ես պիտի եթե ես անում եմ, ես պիտի լավագույնը անեմ, ես պիտի լավը անեմ, իսկ այդ լավագույնի չափորոշիչը շատ դժվար է գտնել։ Որտեղ է, որ այսքանը արել եմ, ուրեմն վերջ ես լավագույնն եմ, կարող եմ հանգիստ անել։ Երբ որ ես ներսում այդ հակվածությունը ունեմ, մարդիկ անդադ ձգտում են ավելի ու ավելի լավ ու այստեղ արդեն մոռանում են, որ օրգանիզմը ունի ժամանակ վերականգնվելու, այդ աշխատելուն զուգահեռ տալիս են այդ ռեսուրսը, որպեսզի օրգանիզմը վերականգնվի ու կարողանա նորից աշխատել, հա, ու հետևաբար այո, այն մարդիկ, ովքեր որ
ավելի շատ են սիրում աշխատել, իրենց մոտ ավելի շատ է դա լինում, իսկ մեր հասարակությունում էլ շատ էսպես ընդունված արտահայտություն կա, չէ՞, նա նվիրված էր աշխատանքին։ Ինչքանով է դա լավ բան, որովհետև նվիրված աշխատանքի արդյունքում ինչ որ մի պահի երբեմն լինում է այնպես, որ մարդը սկսում է իր անձը ասոցացնել աշխատանքի հետ, այսինքն ես լավ մարդ եմ, եթե ես լավ մասնագետ եմ, բայց արդյոք քո անձը սահմանափակվում է այսքանով։ Միայն լավ մասնագետ։ Այո, ու երբ որ նաև այստեղ աշխատավայրում ինչ որ մի խնդիր է լինում, ինչ որ բան չի հաջողվում, մարդու համար արդեն դա շատ այսպես տխուր է լինում, որովհետև չկա կյանքում մնացած բոլոր ոլորտները, որտեղ նա եւս կարող են ինքնադրսևորել, երբ որ մարդը այսպես դուրս է հանում իր կյանքից, շատ տխուր է դառնում, երբ որ ինչ որ մի խնդիր է առաջանում աշխատանքում։ Կարող է նույն տրամաբանությամբ օրինակ, չգիտեմ, ընտանիքում նույն կերպ լինել, հա, ես իմ կյանքը նվիրեցի ընտանիքիս, այսպիսի ձևակերպումներ։ Երբ որ դու ինչ որ մի բանի ես ամբողջությամբ նվիրվում ու մնացած ոլորտներդ բացել, միշտ այստեղ խնդիր ես ունեն։ Ինչ որ մի պահի նյարդային համակարգը արդեն չի դիմանում։ Դրա համար շատ կարևոր է, որ մեր կյանքը լինի բալանսավորված, հա, երբ որ ես աշխատավայրից դուրս եմ գալիս, ես փակում եմ համակարգիչը ու մտովի նաև փակում եմ այսօրվա աշխատանքային հարցերը, գնում եմ տուն, ժամանակս անցկացնում եմ ընտանիքի հետ, ժամանակը անցկացնում եմ իմ սիրելի հոբիների հետ, ինչ որ հաճելի ֆիլմ եմ նայում, հա, այսինքն ինչ որ մի հատ վերականգնման ռեսուրսներ ես պիտի ունենամ, որպեսզի հաջորդ օրը ես սիրով գամ աշխատանքի։ Տեսեք, միլիարդավոր մարդիկ կան, ամեն մեկ իր տեսակով, իր մտքերով, գաղափարներով, մասնագիտությունները շատ են, աշխատատեղերը նույնպես, բայց եթե ընդհանուր գլոբալ վերցնենք, գոյություն ունի աշխատակից եւ ղեկավար մարմին, որպես այդպեսին, եւ մենք հիմա մեծ մասամբ խոսում ենք այն երևույթի մասին, որը գուցե վերաբերում է ավելի շատ աշխատակցին, ով ղեկավար մարմին չէ։ Բայց հիմա գանք հարցի այս կողմ արդեն, որտեղ գործ ունենք այրման ընթացքի հետ, որը վերաբերում է արդեն ղեկավար մարմնին, որովհետեւ ըստ իս դրսևորումները եւ երևույթը մի փոքր այլ է ղեկավար մարդու մոտ, ով ունի օրինակ, չգիտեմ, տասնյակ կամ հարյուրավոր աշխատակիցներ, բայց այս այրման ընթացքը նրան էլ կարող է չէ վերաբերել։ Բոլորին կարող է վերաբերվել։ Մի կողմից մենք օրինակ ստեղծում ենք սեփական կազմակերպությունը, որպեսզի ունենանք ազատություն, բայց շատ հաճախ հակառակը կախվածությունը ավելանում է, հա, որովհետև ղեկավարը սկսում է հասկանալ, որ օրինակ ինքը ունի 100 աշխատակից, եւ այդ 100 աշխատակիցը կախված են իրենից, այսինքն ինքը պիտի աշխատավարձ տա, իրենց համար պիտի պայմաններ ապահովի, իրենք իրենց պիտի գոհ զգան, նաև հիմա գիտեք բոլոր կազմակերպություններում շատ մեծ է հոսունությունը, հա, եւ ամեն ինչ անում է այսպես իրենց պահելու համար, եւ այդ ամեն ինչը եւս տանում է ղեկավարների մոտ շատ ավելի քիչ է սահմանը աշխատանքի եւ անձնական կյանքի կամ կյանքի մնացած ոլորտների հետ, եւ սա եւս կարող է տանել այրման։ Կապ չունի դու ղեկավար ես թե աշխատակից, դու պիտի ունենաս այդ սահմանը, հա, երբ որ սա իմ անձնական դաշտն է, իր բոլոր բաղադրիչները եւ աշխատանքային դաշտն է։ Եվ հատկապես ղեկավարի ազդեցությունը այստեղ նաև այն տեսանկյունից է կարևոր, որ եթե ինքը աշխատավայրը չի հանգստանում, հա, եթե ինքը գնում է տուն երեկոյան ժամը 11-ին, երբեմն աշխատակիցներն էլ ունեն են մեղքի զգացում, եթե օրինակ իրենք ժամը 6-ին գնան տուն, իրենք ստիպված երկար են մնում եւ այսպես կոլեկտիվ մասնագիտական այրման մասին կարող ենք մենք ինչ-որ մի պահից խոսել, որովհետեւ թվում է, թե եթե ես շուտ եմ գնում, իսկ ղեկավարս մնում է, ուրեմն ես վատ աշխատակից եմ։ Իսկ գաղափարապես ներողություն, գաղափարապես կա այն հասունությունը, երբ օրինակ եւ աշխատակիցը եւ ղեկավար մարմինը պետք է եղած ժամանակ դիմեն հոգեբանի ամեն դեպքում, այսինքն խնդիրը ընկալելը եւ հասկանալը շատ կարեւոր է կարծում եմ։ Այո, տեսեք, մասնագիտական այրման արդեն մի փուլ կա, երբ որ մարդն ինքնուրույն հաղթահարել չի կարող, որովհետեւ այստեղ մենք չենք խոսում ուղղակի շատ աշխատելու մասին, կարող է կախված լինել օրինակ ինքնագնահատականի հետ, հա, եթե ես ինչ-որ խնդիր ունեմ, ուրեմն ես վատ մարդ եմ, եթե ես ինչ չարեցի, ուրեմն ես հաջողակ չեմ, իսկ այստեղ արդեն այդքան էլ զուտ աշխատանքի հետ կապված չի, կախված է թե անձը ինքն իրեն ոնց է ընկալում եւ եթե մարդը այսպես անդադ հակված է լինել լավ արտաքին աշխարհի համար, որպեսզի ինքը լինի, հա, իրեն լավ մարդ զգա, այստեղ արդեն ինչ-որ մի պահից հետո նա կարիք է ունենալու աշխատելու հոգեբանի հետ, եւ ես շատ եմ ուրախանում, որ արդեն սկսել են նաեւ կան կազմակերպություններ, ովքեր սկսել են հոգ տանել իրենց աշխատակիցների հետ եւ մենք օրինակ գալիս են եւ համագործակցություն ունենք կազմակերպությունների հետ, երբ որ ղեկավարությունը ինքը հասկանում է, որ պիտի ներդնի այդ հոգեկան առողջության ծրագ
ծրագրերը իր կազմակերպությունում, որովհետև որևէ ղեկավարի ձեռնտու չէ, որ իր աշխատակիցները ունենան մասնագիտական այրում։ Եթե աշխատակիցը գալիս է առանց էներգիայի, եթե աշխատակիցը չի տեսնում, հա, իր աշխատանքի արժեքը, եթե աշխատակիցը դյուրագրգիռ է, իհարկե նաև վատ է աշխատում։ Իսկ դա արդեն ազդում է կազմակերպության որակի եւ արդյունավետության վրա։ Հետաբար ղեկավարին եւս ձեռնտու է, որ իր աշխատակիցները գան աշխատանքի սիրով, հա, լինեն էներգիայով լեցուն, բայց դա ուղղակի խոսքերով չի լինում, հա, երբեմն կան կազմակերպություններ, որտեղ արգելված է խոսել խնդիրների մասին, ասել, որ օրինակ ես լավ չեմ, չգիտեմ, ես հոգնել եմ եւ այլն, բայց այդ ամեն ինչը երբ որ մարդը այդ էմոցիան ունում է, դա չի կորում, դա կուտակվում է։ Իսկապես շատ կարևոր հարցի մասին խոսեցիք եւ երկու կողմն էլ հասկանում է թե որտեղ է խնդիրը եւ փորձում է գտնել լուծումներ, հատկապես ղեկավարները, երբ փորձում են աջակցել իրենց աշխատակիցներին, որպեսզի չհասնեն կամ եթե հասել է այդ պահը մասնագիտական այրման, ինչպես կարողանան արագ կանխարգելել։ Որպես խորհուրդ, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք հիմա զգում են, որ գուցե հոգնել են աշխատանքից, բայց միևնույն է սիրում են իրենց մասնագիտությունն ու աշխատանքը ու չեն ուզում պարզապես հեռանալ։ Ինչ անել։ Առաջին հերթին ունենալ լրացուցիչ ինչ-որ Ներեցեք, եւ չունենան մեղքի զգացում, որ մենք քիչ ենք աշխատում, լավ չենք աշխատում այս փուլում։ Այո, առաջին հերթին պիտի ունենան զբաղմունքներ, որոնցից ուղղակի հաճույք են ստանում, հա։ Հիմա կա այդպիսի տենդենց, նաեւ շատ սոցցանցերով է այդպիսի, այսպես տենդենց գովազդվում, հա, ես շատ արդյունավետ եմ, ես ունեմ 15 րոպե, ես անգլերեն եմ սովորում, չգիտեմ, ունեմ կես ժամ, ես ինչ որ նոր մասնագիտություն եմ սովորում, հա, գիրք եմ կարդում, բայց նյարդային համակարգը նախատեսված չի անընդհատ ինչ որ հա նորության համար ինքը նաև պիտի ունենա ժամանակ ուղակի հանգստանալու եւ երբեմն կարելի է ունենալ զբաղմունք, որը ոչ թե դու անում ես, որովհետեւ հասկանում ես, որ դա արդյունավետ է եւ երկարաժամկետության մեջ ինչ որ քեզ, չգիտեմ, մասնագիտական կամ այլ արդյունք է տա, ուղղակի հաճույք ես դու ստանում դրանից, հա, դա կարող են լինել փոքրիկ ռիտուալներ, այդ թվում օրինակ ուղղակի սուրճ խմել, հա, 15 րոպե ուղղակի պատուհանից նայել, այն ինչ որ քեզ ուղակի հանգստացնում է առանց պատասխանատվության զգացողության ու հաճույք է տալիս այդ թվում շփումները հարազատների հետ, ընկերների հետ, հա, դրանցից չի կարելի հրաժարվել, որովհետեւ դու շատ գործ ունես, հա։ Եվ այստեղ նաև օգնության է գալիս ինքդ քեզ ճանաչելու կարևորությունը եւ ինքդ քեզ հետ հաշտ լինելու կարևորությունը։ Շատ լավ բան ասացիք, որովհետեւ այդ ամեն ինչին զուգահեռ, եթե մարդը ունի խորքային ներքին համեզմունքներ, որ ես միևնույն է պիտի լինեմ իդեալական, ինքը երբ որ փորձի նույնիսկ հա այլ զբաղմունքով զբաղվել մեղքի զգացում է ունենալու սրանք արդեն հարցեր են որտեղ աշխատանք է պետք հոգեբանի հետ որպեսզի դու կարողանաս դրանցից ազատվել դու պիտի գիտակցես որ այստեղ ես ունեմ աջակցության կարիք Եվ վերջում ամփոփելով կարող ենք ասել, որ եւ երիտասարդները եւ ավելի հասուն տարիքային խմբի ներկայացուցիչները, ովքեր իհարկե մտածողությամբ մի փոքր տարբեր են, բայց ի վերջո երևույթը մեկն է աշխատավայրում լավ եւ հաճելի զգալու կարևորության մասին ենք խոսելու, այո, որևէ խնդրի դեպքում պիտի դիմենք մասնագետին շատ արագ լուծելու համար ցանկացած եւ կանխելու համար ցանկացած այրման գործընթացը։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք եւ մաղթում ենք քաջ առողջություն բոլոր հոգեբաններին, որովհետև միայն նրանք են անդադար լսում մեր բոլոր խնդիրները եւ նրանք էլ մասնագիտական այրում թող չունենան։ Շնորհակալ ենք։ Օրվա դրական շարունակություն մնացեք մեզ հետ, սիրելիները, սա Առավոտ լուսոն է, մենք շարժվում ենք առաջ։